Էկոնոմիկայի նախարարության շարունակական նպատակն է շուկաների դիվերսիֆիկացումը, մեկ շուկայից կախվածության նվազեցումը և հայկական ապրանքների դիրքավորումը համաշխարհային շուկայում։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում աջակցել տնտեսավարողներին դիվերսիֆիկացնելու շուկաները և ձևավորել մատակարարման նոր շղթաներ։ Սույն նախագիծը ջերմատնային արտադրության, թարմ պտուղ բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառում է, որի շրջանակում արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 275 դրամ, պղպեղինը 400 դրամ և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ։ Այս ծրագրից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական անձիկ, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձիկ, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում։ Ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի պատկերավոր լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման ստացման նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելով ապրանքի տարանցման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքի հայտարարագրերի պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը դա նույն հաշիվ ապրանքագրերն են։ Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը պարոն փոխվարչապետ ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ։ Նշեմ, որ այս աջակցության միջոցառման ժամկետը սահմանված է 1 ամիս ըստ անհրաժեշտության այն վերանայվելու սկզբունքով։